քահանա եւ քահանայի կարգավիճակով գործել եք, ինչ գործառույթներ եք ունեցել։ Ո՞րն է եղել ձեր գործառույթները։ Թալինի տարածաշրջանի հողությունը, հոգևոր ծառայությունը։ Ինչ է մտել դրա մեջ ծառայության մեջ։ Ծիսական արարողություններ։ Հա, այն ինչ որ հոգեվորականները անում են։ Իսկ համայնքի բնակչի նկատմամբ ըստ մնա հոգևոր բնակ չէ իրականություն։ Այո, դա ծառայության մասը։ Սոցիալական խնդիրներով զբաղվել եք համայնքի բնակչի։ Որևէ բնակչի որ սոցիալական խնդիր ունի, բազմազավական տանի, գումար չունի, ուսանողական համար չեն կարող վճարել, սոցիալական խնդիրներով զբաղվել եք, ձեր գործառույթի մաս համարվել է դա։ Նայեցեք, նույնիսկ եթե ես չեմ սխալվում, թեմն էլ թեմն է ինքն այդ ծրագիրը արել։ Դե ես անձնապես անհատապես արել եմ, բայց դա չեմ համարում, որ ասենք ինչ-որ բարձրաձայնելու կամ ինչ-որ։ Բայց եղել է։ Դա նաև քահանայի գործառույթների մեջ բարձրացան։ 2023 թվականին Արցախից տեղահանվածներ եղել են Թալինում։ Այո։ Դուք ինքներդ զբաղվել եք արցախցիների օժանդակությամբ։ Այո։ Դա իմ ծրագիրը չի եղել, դա եղել է Մայրաթորի ծրագիրը։ Եվ դուք ներգրավել եք։ Եվ ես ներգրավել եմ։ Իսկ այսպես ասեմ, ձեր բանկով եք ներգրավել եք ծրագիրը։ Դա իմ ծառայության մասն էր կազմում։ Բայց ձեր բանկով եք արել, որը ձեր ծառայության մասն է, բայց չուզում Չէ, եթե իմ ծառայության, հա, չէ, եթե իմ ծառայության մասն է, ես ներգրավել եմ։ Միգուցե մի օր եղել է, որ ես ասենք ինչ-որ զբաղվածություն եմ ունեցել, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր ծառայությունը չի եղել, որտեղ դա ընդհանուր եկեղեցու առաքելության մեջ է մեկնում։ Իսկ այն զգացմունքային մասը ունակալության չէ, անում եք, երբ որ ընդհանրապես տրամադրություն չունեք, բայց ձեր ծառայությունը գնում եք կատարել։ Այդ իրավիճակում եղել երբևիցե։ Իհարկե, յուրաքանչյուր մարդ էլ լինում է։ Այդ իրավիճակը կարող են համարել հարկադրանքի իրավիճակ։ Օրինակ, հարկադրանքով գնացել եք արծացնել։ Ոչ։ Որտեղ եղել է ձեր ծառայության նաև մասը։ Դա եղել է իմ ծառայության մասը։ Հանրօգուտ գործ եք արել։ Այդպես է։ Դա իմ ծառայությունն է, դա հանրօգուտ ա եղել չի եղել չեմ կարող։ Մինչև 2025 թվականի մայիս ամիսը ձեր հարաբերությունը ինչպես է եղել արագացուկի թեմի առաջնորդի եւ թեմի մյուս հոգեվորականների միջեւ։ Նորմալ, շատ նորմալ։ Նորմալ հարաբերություն։ Հա։ Նորմալի մեջ չեմ ուզում ընդգծվի բացասական երանգ։ Ու աշխատանքային գործընթացում ինչներ լինում են, այո, տարաձայնություններ են, բայց ընդհանուր իսկ թեմի առաջնորդանի վերաբերմունքը ձեր նկատմամբ ընդհանուր բնութագրեք մինչև 25 թվականի մայիս ամսը։ Դրական է թե բացասական։ Էլի նորմալ։ Այսինքն դրական բացասական չէր ամեն դեպքում, ոչ էլ ինչ-որ շատ դրական, այլ շատ սովորական աշխատանքային։ Ձեզ թեմը բնակվելու համար բնակարան հաստատել եք։ Կներեք չեմ հասկանում այս իմաստը։ Եթե դատանը կասվի բարձրանում։ Պատվաժան դատարան, քանի որ մենք այստեղ ուսում ենք հոգեվորականին արտադրելու, ես ուզում եմ նաև հարցերով դատանին ցույց տալ մեզ համար բարձր, ինչ հարաբերություն եղել, այս եղել է լարված հարաբերություն, որ այս մարդը աբեկման մեջ է ապրել, եւ որևէ ծառայության առաջարկ ինքն ընկալել է որպես հարկադրանք։ Ես ուզում եմ այդ էմոցիոնալ նաև այդ միջավայրը մտնոլորտը այստեղ պարզ։ Եվ դրանցում պարզաբանեց, որ մենք մինչև ձեր կողմից նշված ժամանակաշրջանը լարված հարաբերություններ չեմ ունեցել։ Պատասխան դատանի, իսկ ես ուզում եմ նաև հարցու պատասխան ցույց տամ հակառակ հարաբերություն։ Շատ լավ չէ, նույնիսկ արտոնյակ պայմաններում ենք եղել։ Իմ հարցերը դրան են ուտանում։ Ես ավելի կապոնի գործում եմ, երբ բնականաբար մենք մեր մարտավարության առումով դա օգտագործել ենք։ Խնդրում թույլատրել հարցին պատասխանին նամանան, որ իրենց հարաբերությունների մասն է խոսում։ Հարցը պիտի նորից կրկնեք։ Բնակարան ձեզ հաղթացրել է թեմը։ Այո։ Իսկ օրինակ ձեր ծառայակից Տեր-Հայկ Քահանա Սահակյանն է, նույնպես ձեր ծառայում։ Իրեն բնակարան հաղթացրել է։ Այո։ Ինչ ձեր եւ նրա բնակարանների տարբերությունը ո՞րն է։ Չեմ կարող ասել։ Այսինքն ինչ նկատի ունեք տարբերությունը ո՞րն է։ Նկատի ունեք հարկերը, ինքը երկրորդ հարկն է, ես երրորդ։ Եթե նկատի ունեք, չգիտեմ, չափերը, պայմանները, Սյունագրերի քանակը։ ձեր ավելի բարվոք վիճակում ավելի մեծ է կամ Ես հանց ես հարցը։ Լավ, պատասխանեք մյուս։